Բարի օր շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես էլ լավ եմ ժողովուրդ ջան, իմ սիրելի բարեկամներ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր մեկնաբանությունների համար, հավատացեք, որ իրոք վլոգ նկարողների համար շատ կարևոր է փոխադարձ կապը, որովհետև նկարում ենք մենք ձեզ չենք տեսնում, դուք մեզ տեսնում եք, ու ոնց որ երբ որ արձագանք չի լինում, հետաքրքիր չի էլի, չգիտես, նայում ես դիտումներ ունես, բայց եթե մեկնաբանություն չի լինում, չգիտես, ովքեր են նայում, ինչ են մտածում, դարապես փոխադարձ կապը շատ լավ է, պես որ շատ ուրախ եմ, որ դուք գրեցիք, կարդացի ձեր բոլոր մեկնաբանությունները, շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, մարդիկ կային, ում համար շատ ձանձրալի են իմ վիդեոները, որ միշտ նույն բանն է կրկնվում, իրան էլ եմ հասկանում, բայց դե հիմա էսա իմ կյանքն է, իմ կյանքից մի առօրյա է, ես աշխատող մարդ եմ, պարապ չեմ, որ ասենք ինչ ուզենամ անեմ, ուր ուզենամ գնամ, ժամանակ չունեմ, ես աշխատում եմ, էսա, ավել բան չեմ կարող ես անեմ, ինչ որ կլինի, ինչ որ նոր բան կլինի, ես կնկարեմ, եթե չէ, ոչ բանով չեմ կարող օգնեմ, եթե ձանձրալի է, սիրելին ունեմ, մի նայեք, ինչ ասեմ, ես ինքս էլ հիմա այսպես ինչի է հարցրել էլի, նկարել, չնկարելը բան, որովհետև ես ինքս էլ այսքան բաների մեջ եմ էլի, նկարեմ թե չնկարեմ, որովհետև իմ համար իրոք շատ ժամանակատար է էլի, ինձ թվում է բոլոր վլոգերներն էլ հատկապես որ մի քիչ ավելի մեծ տարիքի են նկարում են, հատկապես որ աշխատող են ու ժամանակ քիչ ունեն, իրանց համար մի քիչ ստրես է առաջացնում, նաև էս ոնց որ պարտականություն լինի, որ պետքա վիդեո նկարես դնես ու սպասում են մարդիկ ու չես անում, դե բացի նրանց որ մարդիկ սպասում են, տեսանելիությունն էլ ավելի շուտ YouTube-ը մի քիչ ալգորիթմը այնպես է, որ եթե հաճախակի վիդեոներ չենք դնում, ինքը չի էլ առաջարկում մարդկանց, չեն էլ նայում, ստացվում է աշխատանք է ստանում ու արդյունք չկա, այսինքն դիտումներ չկան, վիդեոներն էլ արվում են դիտումներ ունենալու համար։ Այդպես սիրելիներս, ամեն դեպքում շնորհակալ եմ, որ մեկնաբանություններ գրել եք բոլորին եւ լավ սիրուն ջեր մեկնաբանություններ գրողներին եւ ընդհանրապես բոլորին։ Հիմա ուրեմն հագնվել եմ, ուզում եմ գնամ կատնաշոռը առնեմ, չեմ նկարի երևի ընթացքը, որովհետև արագ ուղղակի պետքա գնամ գամ, հետո ուզում եմ, մնացածը արդեն կտեսնեք վլոգի ընթացքում, մի կարճ վլոգ կպատրաստեմ, կդնեմ ուղղակի ձեզ մոտիվացնելու համար։ Տոքոտ է, Քսենիա։ Հա, սիրուն Քսենիա։ Այս ինչ լավ տղա է, սիրուն տղա է, սիրուն աչքերով։ Քսենի։ Քսենիան սիրում է մեր սենյակում կա այսենց պարկի ու հատկապես այս խալաթս շատ է սիրում, համ ես եմ սիրում այս խալաթս, համ ինքն է սիրում, հատկապես որ ձայնագրություններ եմ անում, գալիս է կողքս պարկում լսում է, հիմա էլ ինքը կպարկի այսպես, իսկ ես կմարզվեմ, պոչը շարժում է, գոհ է ուրեմն, նայում եք, իրան դուր է գալիս այս փափուկ հարմար տեղը։ Հիմա պետք է ուժային վարժություններ անեմ։ Ուժային վարժությունները ընդհանրապես շատ կարևոր են մկանների ու ոսկորների համար։ Ոսկորների խտությունն են բարձրացնում ու օստեոպորոզի վտանգը իջեցնում են, հատկապես բարձր տարիքում։ Ուժային վարժությունները նպաստում են նաև մետաբոլիզմի արագացմանը, կալորիաների այրմանը, նույնիսկ հանգիստ վիճակում։ Ուժային վարժությունները շատ լավ են կեցվածքի, առողջության ու հավասարակշռության համար։ Ուժեղ մկանները նաև հոդերն են պաշտպանում։ Բացի դրանից նվազեցնում են ստրեսը ու երջանկության հորմոնի էնդորֆինների արտադրմանն են նպաստում։ Ուժային վարժությունները բարձրացնում են նաև ինքնավստահությունը, ինչի շնորհիվ նաև մարդու ինքնագնահատականն է բարձրանում։ Կանոնավոր մարզումները նպաստում են նաև հոգեբանական կայունությանը, բարձրացնում են մարդու ուշադրությունն ու կարգապահությունը։
Բացի դրանից շատ լավ են սրտի անոթների առողջության համար։ Կանոնավոր մարզումները իջեցնում են արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը ու նաև կարգավորում են գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Վարժությունները բարձրացնում են նաև մարդու կենսական ուժը, նպաստում են առողջությանն ու նաև լավ տրամադրությանը։ Իսկ ավելի մեծ տարիքում 50, 60, նույնիսկ 70+ տարիքում ուժային վարժությունները շատ կարևոր են ոսկորների ամրության համար, քանի որ տարիքի հետ ոսկորները բարակում են ու առաջանում է արդեն օստեոպարոզի վտանգը։ Իսկ ուժային վարժությունները օգնում են պահպանել ոսկորների խտությունը։ Ընդհանրապես 30 տարեկանից հետո մկանային զանգվածը արդեն սկսում է նվազել։ Դրա համար շատ կարևոր է բոլորի համար կատարել այս գանտելներով վարժությունները, պարտադիր չի գանտելներով, կարելի է նաև ռեզինով կամ սեփական ուժի հաշվին կատարվող վարժությունները։ Իհարկե, այս վարժությունների համար շատ կարևոր է խորհրդակցել բժշկի հետ, հատկապես եթե կան սրտային, հոդային կամ էլ առողջության այլ խնդիրներ, ցանկալի է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ։ Իսկ եթե գանտելներով վարժություններ չեք ուզում անել, ուղղակի ֆիզիկական ակտիվությունը պահպանելու համար կարելի է օրական մի 40 րոպե մի քիչ արագ քայլել։ Եթե մտածում եք, որ սրանք այս վարժությունները ձեր համար դժվար են, ես կարամ ձեզ ավելի հեշտ վարժություններ ցույց տամ, աթոռին նստած կամ, չգիտեմ, պատին հրումներ, ավելի հեշտ վարժություններ, որ էլի շատ լավ են մկանների ու ընդհանուր ֆիզիկական առողջության համար։ Դե ֆիզիկական առողջությունն ու հոգեկան առողջությունը փոխկապակցված են, այդ անխոս ու մեր առողջությունը մեր ձեռքերում է։ Իսկ ես վերջում կանեմ արդեն իմ շնչառական վարժությունները, ձեզ մեծ առողջություն կմաղթեմ ու կհորդորեմ, որ չալարեք ու դուք էլ անեք վարժություններ, որովհետև միշտ էլ դժվար է տեղից վեր կենալն ու ինչ-որ բան անելը, բայց որ անում եք, հետո այնքան լավ տրամադրություն եք ունենում, այնքան լավ մարզավիճակ, որ մարզավիճակ նկատի ունեմ ֆիզիկապես, այնքան առույգ եք ձեզ զգում, որ իրոք շատ լավ այսպես լիցք է հաղորդում արդեն ամբողջ օրվա համար։ Էնպես որ լավ եղեք, առողջ եղեք, ձեր առողջությունը ձեր ձեռքերում է, իմ շատ սիրելի բարեկամներ։ Դեմքի մանր կնճիռների դեմ դիմակ ենք պատրաստելու հետնել մաշկը ձգող ու մաքրող։ Դրա համար մի հատ դեղնուց է պետք։ Կառանձնացնեմ սպիտակուցն ու դեղնուցը։ Սպիտակուցն էլ կօգտագործեմ, այնպես չի որ սպիտակուցը պետքա թափեմ։ Սպիտակուցն էլ վաղը ուրիշ դիմակ կպատրաստեմ։ Ուրեմն մի հատ դեղնուց, այս թողնենք մի կողմ։ Ուրեմն պետքա ավելացնենք մի թեյի գտալ դրոշ, 4 դրոշ։ Ես այս դրոշից եմ օգտագործելու, լիտրից եմ առել։ Մի թեյի գտալ դրոշ, մի թեյի գտալ կերակրի սոդա։ Ու կես թեյի գտալ ձիթապտղի ձետ։ Եթե ձիթապտղի չունեք, ինչ ձետ ունեք, այն լցրեք։ Հիմա այս լավ պետքա խառնեմ։ Կարող է շատ խորը կնճիռներին այդպես արտահայտիչ չօգնի, բայց մանր կնճիռների դեպքում ահագին նկատելի արդյունք է տալիս։ Լավ խառնում ենք, որ լավ լուծվի։ Ձուն իրանով մեկ հրաշքա, թե որպես սնունդ, թե որպես այսպես խնամքի միջոց, սպիտակուցը ոնց է ձգում։ Ձվի դեղնուցը մազերի խնամքի համար է շատ լավ, փայլ է տալիս, փափկացնում է։ Պետքա քսենք դեմքին ու թողնենք 20 րոպե։ Այնքան ենք խառնում, որ դրոշը մեջը լուծվի։ Հիմա քսում ենք դեմքին։ Այսպիսի մի վրձին ունեմ, սրանով կփորձեմ, տեսնեմ ոնց է։ Այս թվում է սա էլ հարմար կլինի։
Այսպես աչքերի տակով քսում եմ։ Մոտիվացնում եմ ձեզ, որ դուք էլ պատրաստեք, քսեք, մի քիչ ձեզ խնամեք։ Գուցե մարդիկ կան միշտ էլ խնամում են, իսկ ովքեր որ ալարում են իրանց խնամեն, խոսքս իրանց է վերաբերում։ Այսպես լավ առատորեն քսում ենք։ Ահագին էլ շատ է, սա 2 անգամ 3 անգամ կարելի է օգտագործել։ Մի անգամից չի վերջանա։ Կամ էլ եթե տանը ունեք մամաս, կեսուր, քուրիկ, իրար հետ օգտագործեք։ Եթե սկեսուր մամաները հավես չեն անում, համոզեք, ասեք, մամ ջան, չէ, այսօր մեզ խնամելու օր է, այդպես համոզեք, կամ մամաները, ու միասին օգտագործեք։ Որ չպահեք, չդնեք սառնարան, էլի դրա համար։ Ու ոչ միայն դրա համար։ Մոտիվացրեք դուք էլ սկեսուր մամաներին, եթե հավես չեն անում, մոտիվացրեք։ Ես մի քիչ աբատոկս վերև հանեմ, որ չկեղտոտեմ։ Նենց հավես եղանակա, սիրուն հավես աշունա։ Հիմա նայենք, այսօր այգ գնալ ստացվելու է, երեկ էի ուզում գնայի, բայց ժամանակը չհերիք հետ չգնացի, բայց հիմա պատկերացնում եմ, ինչ հրաշք տերևաթափ այգում։ Վերջացրի, տեխնոցի հոտը մի քիչ տհաճա, բայց ես այդպես խնդիր չունեմ, ոչինչ, կարևորը որ լավ արդյունք տա ու օգնի։ Վերցրելն տեսեք ինչքան շատ է, այս հելը մնացել է, այս 2 անգամ կքսվի։ Հիմա կարելի էր նաև ձեռքերին քսել, բայց քանի որ ուրիշ գործեր ունեմ այս ընթացքում, չեմ կարա ձեռքերս զբաղեցնեմ, ուրեմն այս կդնեմ սառնարան, որ հետո էլ օգտագործեմ։ Իսկ հիմա վաղը կօգտագործեմ սպիտակուց, ուրիշ դիմակ պատրաստեմ, այս կես դեղնուցը երկուշաբթի օրը կօգտագործեմ։ Ուրեմն թողնում ենք այս մի 20-25 րոպե, տեսենք ինչքան ժամանակս կհերիքի, լավ են 5 րոպե շատ մեծ դեր չի խաղում։ Թողնում ենք ու լվանալուց հետո հանդիպում ենք։ Այս մնացորդը հիմա փոքրաման մեջ կդատարկեմ, դեմքս նենց է ձգել, որ չեմ կարողանում հանգիստ խոսեմ։ Այս ամեն ինչ ես ձեզ ցույց եմ տալիս, որ մոտիվացնեմ։ Չէ, հա մի հատ կօգտագործվի, 2 հատ չէ, այդքան էլ շատ չի, ինչքան է ձեր թվում։ Սրա մեջ դատարկեմ, եսա մի հատ փոքր ցելոֆանով կծածկեմ ու կդնեմ սառնարան։ Աղջիկներ, իրոք շատ ձգում է, դեմքս նենց է ձգել։ Ընդհանրապես դիմակ բան որ դնում ենք, ցանկալի է դեմքը կախ չգցել, բարձր պահել կամ պարկել, կամ դեմքը մաշկ այդպես կախ չգցել, էլի։ Սա մի բանով ծածկեմ, փոքր ցելոֆանով ու դնեմ սառնարան։ Սրանից մի քիչ կտրեմ, այն որ մի անգամ թեմույց պատվիրել էի, ամանների վրա եմ որ ծածկում էի, գլխարկներից էլի, սենց ասած ամանները ծածկելու գլխարկներից ափսեները, դրանցից էի պատվիրել, դրանք լրիվ ստանդարտ մեծ չափ էին, իսկ դրանից առաջ որ պատվիրել էի, տարբեր չափերի էին, այնքան հարմար էր, սենց փոքր ամանների համար էլ կարում էր, չէ, որ մի անգամից սենց քաշում էի, ծածկում ու դնում սառնարան։ Իսկ այս մի անգամը, որ պատվիրեցի 100 հատ էր մեջը ու լրիվ ստանդարտ նույն չափը։ Այս գնաց սառնարան, մինչև հաջորդ անգամ դնելը։ Սպիտակուցն էլ ծածկեմ մի անգամից վերցնեմ, քանի որ այսօր չեմ անելու սպիտակուցային դիմակը։ Իմ համար օրը ինքան քիչ է, ցերեկվա ժամերը ինքան քիչ են, ոնց կուզեի ավելի երկար լիներ, շատ ժամանակ մնայի։ Ես այդ սպիտակուցը էլ առանցին կպատրաստեմ ու ձեր համար կնկարեմ, որ
Ձեզ էլ մոտիվացնեմ, ես էլ գնաց սառնարան։ Աղջիկներ մի հատ սեն ցույց տամ, նենց ածկել չեմ կարող հանգիստ նորմալ խոսամ կամ առավել եւս ծիծաղամ կամ էլ ուրիշ բան, կամ էլ հաց ուտեմ, որովհետև սոված եմ, բայց ոչինչ, արդեն չորանում է։ 10 րոպե լացնի ու կլվանամ։ Լվացրի դեմքս, էս ինչ լավ ցքում է, թարմացնում է, ինքան հաճելի զգացողություն է տալիս։ Այսօր իսկական բորշի օր է։ Բազուկը քիչ էր, փոքր բազուկ էր մի հատ, շատ փոքր, էլ չգնացի խանութ, հավես չարեցի, որ գնամ բերեմ նոր շարունակեմ ճաշի եփեմ։ Գազար լցրել եմ, բազուկը շատ քիչ է, բայց ոչինչ, փոխարենը տոմատի մածուկ եմ լցրել, աչիկա եմ լցրել կծու ու աղացած կարմիր պղպեղ։ Համը շատ լավն է։ Ու լիքը թարմ մաղադանոս եմ լցրել։ Կանաչին դե չեմ եփում, անջատում եմ ճաշը, նոր եմ լցնում։ Կծու պղպեղ էլ չեմ լցրել, քան որ ճաշը արդեն շատ կծու է ստացվել, աչիկայի հաշվին քաղցր պղպեղներ եմ լցրել համի համար։ Դեմքս մաքուր լվանալուց հետո մի քիչ կրեմ եմ քսում, որ հեշտությամբ կարողանամ ապարատը աշխատացնեմ, դեմքիս վրա սահեցնեմ, թե չէ չոր մաշկի վրա չի կարելի։ Նախ պիլինգ եմ անում, մաքրում է, ծակոտիները բացում, շատ լավ է մաքրում։ Սև կետերը մաքրում է, ընդհանուր դեմքի մաշկը լավ թարմացնում է, գույնը լավացնում է։ Նաև մասաժ է անում կնճիռների դեմ։ Հետո աչքերի շուրջ կոլագեն եմ քսում վիտամին C-ով։ Դրանից հետո վիտամին C-ով կրեմն եմ քսում, առավոտները միշտ քսում եմ այս վիտամին C-ով կրեմը, իսկ իրիկունները վիտամին C-ով սերումն եմ քսում։ Վրայից էլ անպայման արևային կրեմ եմ քսում 50 SPF-ով։ Ու սիրուն փայլ է տալիս դեմքիս այս կրեմը։ Եգիպտացորեն եմ խաշել, քանի սեզոնն է, կարելի է ուտել։ Այն պատրաստիները, որ լինում են, նրանք շատ քաղցր են լինում, այսպես թարմ, որ մենք ենք խաշում, ավելի համով է։ Կատնաշորի հետ մի երկու թեթև բանել եմ գնել, այստեղ ամբողջահատիկ վարսակի փաթիլներով նախաճաշի համար մյուսլի, սուշիի համար նորի, իհարկե այս կատնաշորները լեհական խանութից եմ գնել, իսկ մնացածը սուպերմարկետից, Դելգիակա սուպերմարկետից, 2 հատ կատնաշոր, մի հատ բնդուկի կարակ, բնական սննդային արժեքը A։ Կանաչ թեյ, մաքուր թեյ, կանաչ թեյը ցանկալի առավոտները խմել միշտ կամ մինչև 12-ը։ Երիցուկի թեյ մեր արդեն վերջացել էր, իրիկունները հանգստացնելու համար, այստեղ Քսենիայի համովություններից են, այդքան լավ չի ուտում, ընդհանրապես իրա կերերը, տեսնենք լես ոնց կուտի, այստեղ արտիշոկը, մարինացված, այստեղ այսպիսի քաղցրավենիք, մանր շոկոներից, 2 աման տոֆու, անցյալ անգամ որ սարքել էինք տոֆուն շատ համով էր եղել, էլի թեյ, անանուխի համով, անանուխի թեյ ավելի շուտ, կանաչ թեյ անանուխի համով, այստեղ էլի քաղցրավենիք, կոկոսով ու շոկոլադով, ու այս էլ տոմատի մածուկ է, չինական ձևով, բայց կծու։ Ասա։ Պատրաստի խաշած լոբինա բանկայով ավելացրել ենք ուրեմն թթու վարունգ, սոխ, առատ համեմ ու մաղադանոս, սև պղպեղ, մի փոքր ծետ ու աղ։
Համով աղցան է եղել, արագ աղցան, սպիտակուսներով հարուստ։ Այսքան է մնացել։ Աշունը իմունիտետը թուլանում է աշնանը, դրա համար մի հատ խմիչք եմ պատրաստելու, որ իմունիտետը բարձրացնում է ու հարուստ է վիտամին C-ով։ Մաքրում ու կտրատում եմ կոճապղպեղը, հետո քրքումի թարմ արմատը, լավ գույն է տալիս, պետք է զգուշանալ, ես ձեռնոց չեմ դրել, մատերս դեղնեցին։ Ես էլ եմ ավելացնում կոճապղպեղի վրա, հետո մի կիտրոն եմ լցնելու, կիտրոնը չեմ կլպում, եթե կորիզներ կան պետք է հանել, կիտրոնն էլ եմ կտրատում, ավելացնում եմ նաև մի հատ նարինջ, շատ մեծ քանակի չեմ սարքում, որ երկար չմնա սառնարանում, նարինջը կլպում եմ, կտրատում եմ, ավելացնում էլի մնացածի վրա, բոլոր բաղադրիչները հարուստ են վիտամին C-ով, ինչը որում մեզ հիմա շատ պետք է վիրուսներից պաշտպանվելու, իմունիտետը բարձր պահելու համար։ Նարինջն էլ եմ կտրում, ավելացնում եմ մյուսների վրա, ավելացնում եմ նաև մոտավորապես 300 մլ ջուր, մի թեյի գդալ մեղր ու բլենդերով հարում եմ, մանրացնում, հետո քամիչով մի հատ անցկացնում եմ, որ խմելը ավելի հաճելի լինի, կարելի է նաև այսպես օգտագործել, բայց քամելուց հետո ավելի հեշտ է խմելը։ Շատ համով է ստացվում, շատ հաճելի է խմել, լցնում եմ ամանի մեջ, դնում սառնարան, ինչքան որ կհերիքի, ամեն օր խմելու եմ, հենց որ վերջանա նորից կպատրաստեմ։